Բարգավաճ Հայաստան կուսակցությունը կենտրոնական ընտրական հանձնաժողովից պահանջում է վերաքվեարկություն կազմակերպել 35-ի 65 և 10-ի 51 ընտրատեղամասերում։ ԿԸՀ-ի մոտ նրանք բողոքի ցույց անցկացրին, նաև դիմում հանձնեցին։ Ավելի վաղ կենտրոնական ընտրական հանձնաժողովը հայտնել է այս երկու տեղամասերում քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու մասին։ Անվավեր ճանաչելու փաստ ենք վիճարկում զուտ օրենսդրական իմաստով։ Այդ իրավունքը ԿԸՀ-ն ունի, բայց ԿԸՀ-ն պարտավոր է ընտրական օրենսգրքի 101-րդ հոդվածի համաձայն նշանակել կրկնակի քվեարկություն։ Հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրությունից հետո նշված տեղամասերի հետ կապված ահազանգեր կային, որ զինծառայողները քվեարկել են ժամը 20-ից հետո, երբ արդեն ընտրատեղամասերը պետք է փակված լինեին։ ԿԸՀ-ն մասնավորապես եզրակացրել է, որ հնարավոր չէ պարզել զինծառայողները տեղամասում եղել են հենց ժամը 20-ի դրությամբ, թե հետո են մտել։ Տեսախցիկները ցույց են տալիս տեղամասային կենտրոնի կամ քվեարկության սենյակի ոչ ամբողջ հատվածը։ Այս երկու տեղամասերում քվեարկության արդյունքները չեղյալ հայտարարելը և միաժամանակ նոր քվեարկություն չնշանակելը Բարգավաճ Հայաստանը համարում է իրենց մուտքը խորհրդարան կասեցնելու փորձ։ Ինչպես արդեն վաղ առավոտից ասում ենք, մենք օրենքով սահմանված բոլոր հնարավոր գործիքները օգտագործելու ենք, որպեսզի մեր քաղաքացիների ընտրելու իրավունքը իրացված լինի։ Այստեղ խոսքը ընդհանրապես եւ բացարձակապես մանդատների մասին չէ։ 35-ի 65 ընտրական տեղամասում ընտրողների ընդհանուր թիվը 1681 է։ Քվեարկությանը մասնակցել է 1315-ը։ Բարգավաճ Հայաստան կուսակցությունն այս տեղամասում ստացել է 82 ձայն։ Ուժեղ Հայաստան դաշինքը 306, Հայաստան դաշինքը 148, Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը 593։ 10-ի 51 ընտրական տեղամասում ընտրողների թիվը 1555 է, որից 200-ը լրացուցիչ ցուցակով։ Քվեարկությանը մասնակցել է 1287 ընտրող։ Բարգավաճ Հայաստան կուսակցությունը այս տեղամասում ունեցել է 131 ձայն, Ուժեղ Հայաստանը 222, Հայաստան դաշինքը 122, Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը 630։ Քվեարկությունից հետո հայտնի դարձած նախնական տվյալներով Գագիկ Ծառուկյանի գլխավորած Բարգավաճ Հայաստան կուսակցությունը ստացել էր ձայների 3,996%-ը։ Խորհրդարան մտնելու համար կուսակցությանը պետք է առնվազն 4%։ Հետո ԲՀԿ-ն 4 տեղամասերի արդյունքների անհամապատասխանություն հայտնաբերեց։ ԿԸՀ կայքում այդ տեղամասերի վերաբերյալ արտացոլված իրենց ձայներն ավելի քիչ էին, քան նույն տեղամասերի արձանագրություններում, այսինքն ընդհանուր 9 ձայն էր 129-ի փոխարեն։ Պատասխանատուները հայտարարեցին, խնդիրը տեխնիկական է։ Տվյալները համակարգչով մուտքագրելիս մեկ տողի շեղում է եղել, և ԿԸՀ կայքում այդ տեղամասերում բոլոր ուժերի ձայներն են տարբերվում արձանագրությունում եղածից։ Քաղաքացիական պայմանագիր կուսակցության դեպքում օրինակ ԿԸՀ կայքում արտացոլված տվյալները ավելի քան 1000-ով էին պակաս արձանագրությունում եղածից։ Տվյալների համադրումից հետո ԲՀԿ-ի ճշգրտված 120 ձայնն արդեն բավարար էր լինելու ազգային ժողով անցնելու համար, բայց երկու տեղամասերում քվեարկության արդյունքների չեղարկումից հետո ԲՀԿ-ն հայտարարում է նորից 4% ձայն չունենալու վտանգի մասին։ Արդյունքները չեղարկված 35-ի 65 և 10-ի 51 ընտրական տեղամասերում այս կուսակցությունն ընդհանուր ուներ 213 ձայն։ Այն, որ ԿԸՀ-ն միանգամից նաև վերաքվեարկության մասին չի հայտարարել, ԲՀԿ-ն օրենքի խախտում է համարում։ Վստահաբար, կամ այս որոշումը պետք է ամսի 14-ին կայացվեր եւ միանգամից նշանակվեր, կամ սենց գիշերային խորհրդավոր որոշում չպետք է կայացներ։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը չի կարծում, թե քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելուն զուգահեռ կրկնակի քվեարկության մասին չհայտարարելը օրենքի խախտում է։ Նաև ֆիզիկապես հիմա կենտրոնական ընտրական հանձնաժողովը դեռ այդ հնարավորությունը չունի, քանի որ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներ կային, որ ընդամենը ժամեր առաջ են վերջացրել իրենց վերջին վերահաշվարկի գործընթացները, եւ նրանք պետք է բերեն դեռ վերահաշվարկի արդյունքում կազմված արձանագրությունները կենտրոնական ընտրական հանձնաժողով, որ մուտք արվի։ Սուրենյանցի մեջ բերած 101-րդ հոդվածում վերաքվեարկության ժամկետ նշված չէ։ Այդ հոդվածում մասնավորապես ասվում է. Եթե ընտրությունների ընթացքում տեղի են ունեցել օրենսգրքի այնպիսի խախտումներ, որոնք կարող էին ազդել ընտրությունների արդյունքների վրա, ապա կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում է ընդունում առանձին ընտրական տեղամասերում վերաքվեարկություն անցկացնելու մասին։ Եթե այդ միջոցով հնարավոր չէ շտկել այդ խախտումները, ապա ազգային ժողովի ընտրություններն անվավեր են ճանաչվում եւ նշանակվում է ազգային ժողովի ընտրությունների վերաքվեարկություն։
ԿԸՀ-ն բոլոր հարցերի պատասխանները խոստանում է քվեարկության վերջնական արդյունքները ունենալուց հետո հունիսի 14-ին։ Առայժմ տվյալները նախնական են։ Վերահաշվարկները թեպետ հունիսի 12-ին ավարտվեցին, արդյունքները դեռ ամփոփված չեն։ Առհասարակ որքան է հավանական, որ վերաքվեարկություն անցկացվի բոլոր ընտրական տեղամասերում։ Ստեղծված այս իրավիճակում ընտրական օրենսգիրքն այդ հնարավորությունը տալիս է։ ԲՀԿ-ից առաջ ուժեղ Հայաստան դաշինքի ներկայացուցիչներն էին կենտրոնական ընտրական հանձնաժողով դիմում հանձնել ընտրության ամբողջ արդյունքները անվավեր ճանաչելու պահանջով։ Այս հարցի պատասխանն էլ նույնն է։ Ամեն ինչ պարզ կլինի քվեարկության վերջնական արդյունքներն ունենալուց հետո։ Մենեջմենտի տեսությունից ասեմ, որպես դասախոս, որպեսզի կարծիք ձևավորես, պետք է ունենաս տեղեկություն։ Որպեսզի կարծիքդ ճիշտ լինի, պետք է տեղեկությունդ ամբողջական լինի։ Որպեսզի որոշումդ կարծիքդ ճիշտ լինի, պետք է տեղեկությունդ ստուգած եւ ամբողջական լինի։ Հիմա մենք տեղեկություն չունենք ստուգած եւ ամբողջական։ Անկամ մենք որպես հանձնաժողովի անդամներ կարծիք ձևավորելու համար դեռ տեղեկություն բավարար չունենք։ Էլ չեմ ասում, որ դեռ քննարկումներ են լինելու կենտրոնական ընտրական հանձնաժողովի ներսում, փաստերի եւ հանգամանքների վերաբերյալ հարցումներ են լինելու, նորից ճշգրտումներ են լինելու, դիմումներ ունենք մենք, այդ դիմումներով վերված հանգամանքների մեծ մասին դեռ ծանոթ չենք գուցե ծանոթ ենք, նոր բաներ չկան դիմումներում, դրա համար կենտրոնական ընտրական հանձնաժողովը պիտի դեռ աշխատի։ Անվավեր են ճանաչվել եւս մեկ 12-ի 13 ընտրատեղամասի քվեարկության արդյունքները, այս անգամ արդեն ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի որոշմամբ։ Տևական ժամանակ քվեաթերթիկներից մեկը տեղամասում չի եղել եւ սա դեռ պետք է պարզել ինչ հանգամանքներում է դա տեղի ունեցել։ Խոսքը 8-րդ ազգային ժողովրդավարական բևեռ կուսակցության համարը ներկայացնող քվեաթերթիկի մասին է։ Ինչ վերաբերում է քվեարկության արդյունքների վերահաշվարկներին, որը սկսվել էր ընտրության հաջորդ օրն ու տևել 3 օր։ Լուրերի խումբը վերահաշվարկի ավարտից առաջ հետևել է թիվ 10 ընտրատարածքային հանձնաժողովի աշխատանքներին։ Այստեղ ասացին 10-ի 51 ընտրական տեղամասի արդյունքների վերահաշվարկ արել են դեռ առաջին օրը։ Ստացված քվեների չնչին շեղում է եղել։ Ուժեղ Հայաստանի ստացած 222 քվեն պակասել է 1-ով։ Աննա Զախարյան, Դավիթ Մաչկալյան, լուրեր։